Hare Krishna, սկսում եմ 12-րդ լեկցիան և շարունակում ենք երեկվա թեման, ուրեմն ես խոսում էի աստրոլոգիայի, ջյոտիշ աստրոլոգիայի մասին և շեշտում եմ, որ ջյոտիշ աստրոլոգիական այդ ձևաչափով կարելի է իմանալ մարդու վերաբերյալ ամեն ինչ ըստ մարդու մարմնի մասերի, ասենք վերցնելով մարդու ձեռքը, ինչպես գնչուներն են անում, մարդը ձեռքը տալիս են և նրանք վերցնելով այդ ձեռքի գծերով արդեն ոչ թե կարում են, այլ ուզում են կանխորոշել ապագան կամ նկարագրել անցյալը, բայց այնուամենայնիվ բնականաբար որոշ մի փոքրիկ գիտելիք լավագույն դեպքում գնչունները, գնչու կանայք իմանալով կամ ժառանգելով մայրերից, տատերից և այլն, որոշ ինչ-որ տեղեկություն ունենալով նրանք ուզում են այդ գիտությունը կիրառել, իրոք որ գիտություն, իսկ ջյոտիշ աստրոլոգիայում ասում են, որ դա մեծ և շատ լուրջ գիտություն է, որը եթե որևէ մեկը տիրապետում է ամբողջովին այդ գիտությանը, կարող է նույնիսկ ձեռքի այդ գծերով ուսումնասիրելով և իմանալով այդ գծերի վերաբերյալ ոնց, ինչպես ամբողջովին արդեն նկարագրել մարդու և անցյալը և կանխորոշել ապագայում այն իրավիճակները, իրադարձությունները և այն ձևաչափերը մարդու, որը կանխատեսվում է տվյալ անձնավորության համար, ում ձեռքի այդ գծերը ուսումնասիրվում է։ Այսինքն կարելի է ամբողջովին կիրառելով այդ գիտելիքը իմանալ, թե տվյալ մարդը ինչ է օրինակ կատարել նախկին կյանքում և ոչ թե միայն մեկ կյանքում, նախկին կյանքերում, թե ինչ ձևաչափի մեջ է, ձևակերպի մեջ է եղել, ինչ մարմին է ունեցել, ինչպիսի ընտանիքում է եղել, ինչպիսի օրինակ տեղայնքում, մոլորակում, ինչպիսի ժամանակային հատվածում ապրել, ամեն ինչ իմանալ, 0-ից մինչև վերին աստիճանակարգը այդ կենդանի էակի մասին նախկին կյանքում կամ կյանքերում, ինչպիսի կերպարանք, ինչպիսի մտային, հոգեկան, հոգեբանական ձևաչափի ներքո ենք եղել և բնականաբար կանխորոշեն իր ապագայի եղելությունը, ինչպիսի մարմին է ունենալու և ոչ միայն մեկ, ընդհանրական, ինչպիսի մարմին, որտեղ է լինելու, որ ժամանակային հատվածում, որ տեղանքի ձևաչափում, ինչպիսի պայմաններում և այլն, այսինքն ջյոտիշ ձևաչափ աստրոլոգիայի թույլ է տալիս, եթե մենք ուսումնասիրում ենք այդ գիտելիքը, մարմնի բոլոր մասերով, մարմնի բոլոր արտահայտություններով, այսինքն մարդու քայլքը, մարդու ձայնային ձևաչափը, ինչպես է ձայն ինքը, ինչպես է հնչյունակարգի, հնչյունային ինչպես է նա արտահայտում իրեն, դիմագծերը, մարմնի չափությունները, ինչպիսի չափի է, ինչպիսի ձևաչափի է և այլն, ամբողջովին այդ իմանալով այդ գիտելիքը ջյոտիշի կարելի է ամեն մի այդ մարմնի մասերով մարմնի մասերի ձևաչափերի արտահայտությամբ կարելի է արդեն ամբողջովին պատկերացում կազմել մարդու ամբողջական ձևաչափում, ի նկատի ունեմ ոչ թե մի փոքրիկ բան իմանալ, այլ եթե այդ գիտելիք ամբողջովին մարդ տիրապետում է ջյոտիշ, ամբողջովին արդեն պատկերացում կազմել տվյալ մարդու նախկին կյանքերի մասին և ապագա կանխատեսել մարդու ապագա կյանքերի վերաբերյալ։
մեկ անգամ է կրկնեմ, միջև այս թեման փակելը, որ մարմնի յուրաքանչյուր մասերի եւ այդ մասերի արտահայտությամբ կարելի է կանխորոշել ապագան եւ իմանալ նախկինը, մարդու յուրաքանչյուր եւ մարմնական ձևաչափը եւ տեղայնական եւ ժամանակական եւ նույնիսկ ավելի նուրբ ձևաչափերը մարդու իմանալ ինչպիսի հակումների տերեր ինքը, ինչպիսի ներքին նկարտումներից դրդված է ինքը, այդ ընդհանրական հոգեվիճակային մարդու այդ ձևաչափը, այսինքն ավելի նուրբ կոշտից միջև նուրբ իր պատմությունը իմանալ նախկինում եւ կանխորոշել ապագայում։ Եվ այդ ամենը կարելի է իմանալ աստրոլոգիայի ջոթիշ այդ գիտելիքով, այսինքն նաև շեշտեմ, որ ոչ միայն մասերով մարմնի, այլ ավելի նուրբ ձևաչափերով կարելի է արդեն իմանալ ապագայի եւ կանխորոշել իմանալ նախկինի եւ կանխորոշել ապագան, ասենք մարդու մշակույթը դիտելով, նկատելով, մարդու վարքը, մարդու վարքի դիմագծերը, ինչպես է ինքը իրեն պահում, մարդու հոգեբանական օրինակ հակումները նկատի առնելով դա արդեն կարելի էր եւ նախկին իր նկարագրել եւ կանխորոշել ապագան։ Ուրեմն ինչպես երեք ասացի, կարմայի օրենքում ասվում է, կարմա նշանակում է պատճառահետևանքային կապ։ Պատճառահետևանքային կարմայի կապի այդ օրենքում ասվում է, որ մեր ներկան տվյալ պահը դա նախկինի հետևանքն է եւ մեր ներկան հանդիսանում է նաեւ ապագայի պատճառը։ Այսինքն ինչպես մենք ներկա մեր ժամանակահատվածի մեջ գտնվող մեր ձևաչափում, ինչպես մենք օրինակ կատարած ենք այդ մեզ ստանձնված մեր համար հնարավորությունները, ինչպես մենք կիրառենք այն ամեն ինչ որ մենք ունենք, ինչպես մենք գործենք, ինչպիսի գործողությունների դիմենք մենք այս տվյալ մարմնում գտնվելով, ինչպիսի օրինակ նկարտումներ, հակումներ հավաքենք մեր տվյալ ներկա մարմնի մեջ գտնվելով, այդ ամենը կդառնա մեր ապագա մարմնի կամ մարմինների արգասիք, այսպես ասած, պատճառահետևանքային կապը, այսինքն ավելի ստույգ կարճ եթե ասենք, մենք տվյալ պահին, տվյալ ժամանակահատվածում գտնվելով տվյալ մարմնի ներքո, մենք այսպես ասած արխիտեկտոր լինելով մեր ապագա կյանքը, մեր ապագա մարմինը, մեր ապագա ամբողջական ձևաչափը, սկսած կոշտից մինչև ամենանուրբը, հոգեֆիզիկական եւ այլն ձևաչափը մեր ապագա մարմինների, մենք տվյալ ժամանակահատվածում տվյալ մարմնի ներքո դա կառուցում ենք, այսպես ասած, կառուցում ենք, ոչ մեկ մեր տեղը չի անում, ոչ մեկ չի շնորհում մեզ, ոչ մեկ չի պարտադրում, որ մենք ապագա այսպիսի կամ այնպիսի մարմին ունենանք, ամբողջովին Գերագույն Տիրոջ օրինակ այդ անպատճառական ողորմածությամբ շնորհվել է մեզ այդ ունիկալ հնարավորությունը, որ մենք ենք ինքներս ենք կերտողը, կառուցողը մեր ապագայի, մենք ինքներս ենք կերտողը մեր ապագայի եւ այն ինչ որ մենք ունենք, նույնպես մենք մեր նախկին մարմինների ներքո կերտել ենք, կառուցել ենք մեր այժմեական, այսինքն այն ժամանակվա համար ապագա մարմինը։ Հետևաբար հենց կարմայի օրենքը, հենց առաջնային այդ օրենքի մեջ ասվում է, որ ներկան դա
հետևանքն է մեր նախկին կյանքերի եւ ներկան նաեւ հանդիսանում է պատճառը մեր ապագա կյանքերի։ Ուրեմն հիմա նորից վերադառնանք ու անդրադառնանք տրետա յոգային։ Մենք նկարագրեցինք, ես նկարագրեցի վերաբերյալ սատյա յոգայի ամենահիմնական օրինակ ձևաչափերը, որոնք հարիր են այդ դարաշրջանին։ Հիմա մենք նկարագրեմ արդեն տրետա յոգային, շարունակեմ նկարագրելը, ինչպես ասվեց, տրետա յոգայում արդեն մարդկային կյանքը 10 անգամ կրճատվում է ի տարբերություն սատյա յոգայի, որովհետև սատյա յոգայում մենք շեշտվել էր, որ մարդը ապրում է 100,000 տարի, հետևաբար ամեն յուգաների փոփոխությունից, որը կատարվում է պրալայայի սկզբունքով եւ պատճառով, միջոցով, տրետա յոգայում արդեն մարդը ապրում է 10,000 տարի, ոչ թե 100,000, այլ 10,000 տարի է ապրում տրետա յոգայում։ Եվ այդ տրետա յոգայի արդեն հոգևոր, այսպես ասած, ձևաչափը, այսինքն նյութական ձևաչափը, որը բերում է հոգևոր պտուղներ, արդեն դա յագյան է։ Յագյա, այսինքն դա զոհաբերություններն է, եւ զոհաբերությունները դա կատարվում է կրակի միջոցով, այսինքն կրակի զոհաբերությունները կոչվում է յագյա, եւ այդ միջոցը արդեն նախատեսված է տրետա յոգայի համար, այսինքն նյութական, այսպես ասած, միջոցը կրակի միջոցով զոհաբերություններ մատուցելը, որը կոչվում է յագյա, դա նախատեսված է տրետա յոգայի համար, որպեսզի նյութական միջոցով տրետա յոգայի մարդիկ կարողանան դուրս պրծնել այս նյութական սամսարայի շրջապտույտից եւ վերադառնան իրենց, այսպես ասած, հայրենիք, նախահայրենիք, վերանցական հոգևոր ձևաչափի վրա ու կամ ներքո։ Սատյա յոգայում, ինչպես ասվել էր, այդ միջոցը, որի շնորհիվ սատյա յոգայի մարդիկ կարող են դուրս պրծնել հնարավորություններ, այսինքն ընձեռված իրենց, որ դուրս պրծնեն այս նյութական սամսարայից, շրջապտույտից, ծնունդի ու մահվան, դա նկարագրված յոգաներ, աշտանգա յոգան, եւ մեկ անգամ եմ ընդգծում, որ այս ձևաչափերը, որոնք նախատեսված են տարբեր յուգաների համար, դա զուտ նյութական ինչ-որ բարելավման միջոցներ չեն, որ ի կատարածելով այդ ընթացքը, այդ պրոցեսը մարդիկ ինչ-ինչ բերումով կամ ինչ-ինչպես ձևով ավելի բավարար, ավելի բարձր մակարդակավորում տան իրենց նյութական կյանքին, այսինքն բարելավեն, կարճ ասած, եթե այսօր օրինակ գտնվում ենք ասենք մեր երկիր մոլորակի վրա ապրում ենք այստեղ եւ երկիր մոլորակը գտնվում է նյութական տեզերքի միջին մոլորակային համակարգում, միջին մոլորակային համակարգում էլ իր դիրքն է գրավում, որովհետև ամեն նույնիսկ եթե տեզերքը բաղկացած է վերին, միջին եւ ներքին մոլորակային համակարգերից եւ ներքինից տակը արդեն գտնվում է այդ համատեզերական ջրային օվկիանոսը, նույնիսկ ամեն մի միջին մոլորակային համակարգն է բաժանվում է 3 մակարդակներից, նաև վերինն է բաժանվում 3 մակարդակներից
Նաև ներքինն է բաժանվում 3 մակարդակներից եւ ներքին մակարդակներից ներքև արդեն գտնվում են դժոխային 28 դժոխային մոլորակները, որոնք իրենց ձևաչափով չեն պատկանում ներքին մոլորակային համակարգերից, որովհետև ներքին մոլորակային համակարգերը էլի կիսվելով 3 մասի ընդհանրական ձևաչափով ներքին մոլորակային համակարգերը չեն համարվում, որ դա դժոխային է, որովհետև կա դժոխային մոլորակային համակարգ, 28 դժոխային մոլորակային համակարգ, որոնք գտնվում են այդ ներքին մոլորակային համակարգերից ավելի ներքև եւ չեն հաշվում, որ նրանք մտնում են այդ կազմը այդ ներքին մոլորակային համակարգերից եւ արդեն այդ 28 դժոխային մոլորակներից ներքև արդեն ամբողջական այդ 3 մակարդակներից բաղկացած նյութական մոլորակային համակարգից ներքև արդեն գտնվում է համատեզերական ջրային այդ օվկիանոսը Ուրեմն ես ուզում եմ ասել, եթե նույնիսկ մենք գտնվում ենք այս նյութական, այսպես ասած, պատկերացնում ենք, որ մենք գտնվում ենք նյութական միջին մոլորակային համակարգերի ներքո ու կատարելով մի ինչ-որ միջոց, պրակտիկա, դա չի նշանակում այս տվյալ պրակտիկաների նկատի ունեմ աշտանգա յոգա կամ այս կրակային զոհաբերությունը դա չի նշանակում, որ մենք ուզում ենք բարելավել մեր դիրքը ու ասենք հաջորդ կյանքում բարձրանալ կամ այս կյանքի օրոք բարձրանալ ավելի բարձրացնել մեր նյութական դիրքը եւ ասենք օրինակի համար գնանք արդեն ավելի բարձր մակարդակներ միջին մոլորակային համակարգերում կամ բարձրանանք արդեն վերին մոլորակային համակարգերում, որտեղ կյանքը նյութական կյանք ավելի կոմֆորտ է, կյանք ավելի երկար է, հաճույքները ավելի լի են, տառապանքը ավելի սակավ է, այսինքն ես ուզում եմ ասեմ, դա այս միջոցները նախատեսված չեն, որպեսզի մենք բարելավենք մեր նյութական կյանքը, ոչ, ամենակարևորը, առաջնային եւ ամենագլխավոր այդ միջոցները կիրառելու նպատակն է, որպեսզի մենք դուրս պրծնենք այս նյութական տեզերքից, այս նյութական մահի ծնունդի անվերջանալի շղթայից, այդ շտեմարանից, ամբողջությունից դուրս պրծնենք եւ վերադառնանք արդեն ամբողջովին հոգեվոր մակարդակի, հոգեվոր տեզերք, հոգեվոր աշխարհ։ Այդ միջոցները նախատեսված են դրա համար։ Շատերը գիտեն, որ Սատյա յոգայում կամ Տրետա յոգայում կամ Դվապարա Կալի յոգայի այդ միջոցները նախատեսված են, որպեսզի մենք բարելավենք մեր նյութական կենսաձևաչափը, այսինքն մակարդակը մի քիչ բարձրացնենք, որտեղ ավելի շատ կլինի հաճույք, ավելի քիչ կլինի տառապանք։ Ոչ, վեդական գրականության ներքո նշվում է, որ առաջինն է նյութական տեզերքը վերին մոլորակից ամենավերին միջև ամենացածր մոլորակային համակարգի ամենաներքևի մոլորակը դժոխքից դժոխքը կամ դրախտից ամենաբարձրից, որտեղ հաճույքը ավելի շատ է, ամենաշատն է, քան տառապանքը եւ մինչեւ դժոխայինից դժոխայինը, որտեղ տառապանքը ամենաշատն է տարբերություն հաճույքից, դա ամբողջովին նշանակված է որպես տառապանքի ամբողջություն միտեղ կարող է մի քիչ շատ են ապրում տարիքային, օրինակ տարիները ավելի երկար են, կյանքը ավելի երկար է, ավելի շատ է հաճույքը համեմատաբար այլ մոլորակների եւ տառապանքը ավելի քիչ է համեմատաբար նույն մոլորակների, բայց միևնույնն է այս ողջ նյութական արարչության ներքո գործում է միայն մեկ հավերժական կանոն,
օրենք, որը նախատեսված է նյութական տիեզերքների համար։ Կենդանիակը ծնվում է, որոշ ժամանակ պահպանվում է և անպայմանորեն մահանում է, որպեսզի որոշ ժամանակ հետո նորից ծնվի, պահպանվի ու մահանա, կործանվի։ Որոշ ժամանակ նորից գտնվելով ոչ արտահայտված ձևաչափում, կրկին վերադառնում է արտահայտված ձևաչափը, ծնվում է, պահպանվում է, մահանում է, նորից անարտահայտած վիճակ, նորից ծնվում, պահպանվում, մահանում։ Այս ցիկլիկ, որը նույնիսկ մեր նյութական գիտության ներքո հատուկ կա ճյուղավորում, որը հետազոտում է հենց այդ process-ը, որը կոչվում է էսխատոլոգիա կամ էվգեմերիկա, որովհետև էվգեմերիայի թեորիա կար հին ժամանակաշրջանում, հին աշխարհում այդպիսի մարտեյակ կար, որը այդ թեորիաներ, ասենք Պլատոնի դարաշրջանում, Սոկրատեսի եւ այլն, ինքն է այդ իր թեորիաներ ի հայտ բերել եւ ապացուցում էր, շեշտում էր, ապացուցում էր, որ այս նյութական տիեզերքը ցիկլիկ է, որ ոչինչ հավերժական չկա, որ ուղիղ այսպես լայնելով չի գնում, այ ուրիշ ձևակյանքը գնում ցիկլիկ ձևաչափով ի հայտ է գալի, պահպանվում, կործանվում, որպեսզի որոշ ժամանակ հետո նորից անդրադառնա, նորից վերականգնի, նորից կրկին գա այդ նույն process-ի ներքո ծնունդ, պահպանում մահ։ Ուրեմն այդ գիտելիքը կոչվում է էսխատոլոգիա, էվգեմերիկա եւ այդ օրենքները, որի վերաբերյալ ասվում է, նախատեսված են, նորից շեշտեմ, նախատեսված են ոչ թե նյութական մեր մակարդակը բարելավելու համար, այլ զուտ հոգևորի համար, այսինքն զուտ նրա համար, որպեսզի մենք ազատագրվենք, լիովին ազատագրվենք, դուրս պրծնենք այս նյութական տառապանքի տիեզերքից եւ վերադառնանք մեր հավերժական հոգևոր հաճիկով լի կյանք։ Միայն դրա համար է սացիա յոգայում երեք մի քանի լեկցիայի օրոք ես շոշափեցի այն միջոցը, որի շնորհիվ, որը նախատեսված է սացիա յոգայի համար, մարդկանց համար, որպեսզի կիրառելով իրանք այդ պրակտիկան, այդ տրադիցիան կարողանան ձերբազատվել այս նյութական տառապանքից, տառապալի կյանքից, նյութական տիեզերքից ու դուրս պրծնելով վերադառնան արդեն իրենց բնական բնորանը, այսպես ասած, հոգևոր բնության տիեզերքի ներքո։ Դա նախատեսված է սացիա յոգայում, աշտանգա յոգայի միջոցով, իսկ տրետա յոգայում արդեն, ինչպես ասեցի, այդ միջոցը կոչվում է կրակի միջոցով զոհաբերություն։ Կրակային զոհաբերությունների շնորհիվ մարտեյակը կարող է տրետա յոգայի ապրող մարտեյակը կարող է ամբողջովին ազատագրվել այս նյութական տառապալի կյանքից եւ վերադառնալ իր բնորանը հոգևոր վերանցական տրանսցենդենտալ մակարդակ, տրանսցենդենտալ տիեզերք։ Ուրեմն այդ կրակային զոհաբերությունը, ինչպես ես ասացի, կոչվում է յագյա։ Ինչ է իրանից ներկայացնում, ուրեմն այդ process-ը, այդ միջոցը յագյան դա առաջի հերթին ամենաառաջնային քայլը յագյայում, երբ որ մենք արտասանում ենք կամ երգի ձևաչափով երգում ենք մանտրաները, այսինքն ձայնային վիբրացիա մենք արտասանում ենք կամ երգում ենք եւ այդ միջոցով այդ ձայնային վիբրացիա արտաբանելով
որը ինչպես ասեցի կոչվում է մանտրա կամ աղոթք, մենք ասում ենք աղոթք, բայց սանսկրիտում վեդայական մշակույթի ներքո այդ աղոթքները անվանվում են մանտրա։ Ման սանսկրիտով նշանակում է միտք, տրայը ազատագրում, տրայը ազատագրում, ման միտք, այսինքն մտքի ազատագրումը։ Աղոթքն է, ասենք քրիստոնեական աղոթքը, մահմեդական, բուդդայական եւ այլ կրոնների ներքո գոյություն ունեցող նույնպես նախատեսված է, որպեսզի մենք ձայնային վիբրացիայի շնորհիվ կարողանանք ազատել մեր միտքը, ազատագրել մեր միտքը նյութական այս խեղացյուրված նյութական այս խնդրու առարկա դարձած տարբեր ձևաչափերից, որոնք ամբողջովին մեր միտքը կլանել են, այսինքն այդ ամբողջովին նյութական աղտոտված, կլանված մտքից, որպեսզի մենք ազատագրվենք, մենք ասում ենք, որ աղոթքի շնորհիվ հնարավորություն ունենք դա անել, աղոթքն է, այդ սանսկրիտով կոչվում է մանտրա, այդ ձայնային վիբրացիան արտասանելով մենք նախատեսված է հենց մանտրան, ինչպես եւ աղոթքը նրա համար, որպեսզի մենք ձերբազատենք, մաքրենք, ազատագրենք մեր միտքը բոլոր նյութական աղտոտվածություններից։ Եվ դա այդ միջոցը կոչվում է ման, միտք, տրայը ազատագրում, մտքի ազատագրում, մանտրա։ Այսինքն ոչ թե միայն ազատագրել այդ կեսգործն, այլ նաև մեր միտքը կենտրոնացնել, կոնցենտրացնել, կենտրոնացնել ավելի բարձր մակարդակի վրա, որը այստեղ շեշտվում է, որ բարձր մակարդակը, երբ որ մենք մեր աղտոտված մտքի շտեմարանը ամբողջովին մաքրում ենք, դա կեսգործն է, որովհետև նաև պետք է այդ մաքրված մտքով նաև կենտրոնանալ, կոնցենտրացվել ավելի բարձր վերանցական տրանսցենդենտալ մտքի վրա, գործունեության վրա, մտածմունքի վրա, այսպես ասած, երկու ֆունկցիաներ պետք է արվի, երբ որ մենք մանտրա ենք կարդում, արտասանում կամ երգում։ Առաջինը մեր աղտոտված միտքը մաքրել, այսպես ասած, միտքը ազատագրել, եւ երկրորդը արդեն ազատագրված մեր մտքով կոնցենտրացվել, մտքով կենտրոնանալ արդեն ավելի բարձր մակարդակ ունեցող գործունեության վրա, ավելի բարձր մակարդակ ունեցող մտքերի վրա, մտահղացումների, մտայնությունների վրա, որը բնականաբար արդեն ոչ թե նյութական է, այլ վերանցական, տրանսցենդենտալ կամ հոգևոր գործունեության վրա կենտրոնացնել եւ կոնցենտրացնել մեր միտքը։ Իսկ վերանցական մակարդակը, այդ որ տրանսցենդենտալ գործունեություն, դա նշանակում է արդեն բնականաբար աստվածային գործունեության վրա, աստվածային եղելության, աստվածային պատկերացման վրա, այսինքն որտեղ կենտրոնական դերը կատարում է գերագույն Տերը։ Դա բնականաբար նշանակում է հոգևոր գործունեություն։ Եվ այդ միջոցը, որը մենք կիրառում ենք, պետք է որ կիրառենք, որպեսզի այդ գործողությունները կատարածվի, կոչվում է մանտրա։ Եվ ուրեմն, ինչպես շեշտեցի, տրետը յոգայի այդ միջոցը, որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ազատագրվել այս նյութական տառապանքից, այս նյութական կյանքից եւ ազատագրվելով ուղղորդվենք դեպի հոգևոր ձևաչափը, հոգևոր տեսերքը, այդ միջոցը կոչվում է կրակային զոհաբերություններ,
կրակային զոհաբերություններ։ Սատյա յոգայում դա աշտանգա յոգաներ, իսկ ստեղ արդեն կրակային զոհաբերություններն է, այս տրետա յոգայում։ Ուրեմն, երբ որ տրետա յոգան է գալի իր ավարտին, այդ ամբողջական ժամանակահատվածը, երբ որ սպառվում է, ինչպես իր հերթին սատյա յոգաներ, նորից կրկին այդ փոխադրումը յոգաներից, ինչպես սատյա յոգայից փոխադրվեց կյանքը, այսպես ասած, մշակույթ, քաղաքակրթությունը, հաջորդ տրետա յոգա, պրալայայի միջոցով, կատակլիզմի, կատաստրոֆ ձևաչափ տեղի ունենալով, ապոկալիպսիս, այսպես ասած, այս ընթացքում նույնպես, երբ որ արդեն տրետա յոգան սպառվում է ժամանակը իր, նորից բնականաբար ինչ-որ մի կատարվում է, կատարյացում ինչ-որ մի այդպիսի գլոբալ մասշտաբի կատաստրոֆ, կատակլիզմ, ապոկալիպսիս, որը սանսկրիտով կոչվում է վեդական մշակույթում, դա կոչվում է պրալայա, այսինքն գլոբալ կատակլիզմ։ Եվ տեղի ունենում այդպիսի պրալայան, եւ ի հայտ է գալիս արդեն հաջորդ էպոհան, հաջորդ էտապը, հաջորդ ցիկլը, որը կոչվում է դվապարա յոգա։ Եթե որ ինչպես ասեցի, եթե մենք չկարողացանք ամբողջովին ազատագրվենք, ամբողջովին ռեալիզացիայի ինքներս մեզ ենթարկենք, այսինքն իրականացնենք այն, ինչի համար օրինակ մենք կյանքն է, ինչով նպատակն է կայանում կյանքի, այսինքն ազատագրվելը նյութից դեպ հոգևորը, եթե մենք չկարողացանք դա անել տրետա յոգայի օրոք, որը տևեց 1,296,000 տարի, մենք բնականաբար չկարողանալով, չհասցնելով դա, նորից վերամարմնավորվում ենք, վերակերպվում ենք, այսպես ասած, արդեն դվապարա յոգայի օրոք։ Ես ասել եմ, շեշտել է այդ ցիկլիկ հաջորդական փոխադրումները յոգայից յոգա, որ սատյա յոգայում հիմնականում մեծ մասամբ մարդիկ ազատագրվում են նյութականից տեղափոխվելով, տեղադրվելով, տրանսպորտացիա, այսպես ասած, ենթարկվելով հոգևորը, բայց շատ փոքր քանակով կենդանի էակներ մնում են, որոնք սատյա յոգայի օրոք չեն կարող օգտագործել այդ ամենակատարյալ, լավագույնս բոլոր յոգաներից հնարավորությունից ու որպեսզի տեղափոխվեն, տեղադրվեն հոգևոր։ Եթե այդ շատ փոքր քանակը, եթե չի կարողանում այդ տեղափոխումը, տրանսպորտացիան անել, նրան կրկին հնարավորություն է ընձեռվում, որպեսզի ինքը արդեն հաջորդ յոգայում, տրետա յոգայում այդ փորձը կատարի, արդեն ոչ թե աշտանգա յոգայի շնորհիվ, այլ արդեն կրակային զոհաբերությունների շնորհիվ նա նորից ձեռք է բերում մարմին, որ ամբողջովին արդեն համապատասխանում է տրետա յոգայի ժամանակահատվածին ու տեղանքին, այսինքն ապրում են ոչ թե 100,000, այլ 10,000 տարի, ամբողջովին 10 անգամ սակավանում, փոքրանում, նսեմացվում են, այսինքն նիվելացիայի են ենթարկվում 10 անգամ իր բոլոր զգայարանները ու մտքի այդ ձևաչափի մակարդակավորումը 10 անգամ քչանում է, այսպես ասած, փոքրանում է եւ արդեն հնարավորություն է իրեն ընձեռվում արդեն այդ տրետա յոգայում այդ ձևաչափով կատարել այդ տրանսպորտացիան, տեղափոխումը նյութականից հոգևոր կրակային զոհաբերության շնորհիվ, բայց եթե
իհարկե մարդիկ կենդանիակներ կան, որոնք հնարավորությունից օգտվում են այդ եւ կարողանում են տեղափոխվել, բայց արդեն ոչ թե մեծ մասն է դրա կատարում, արդեն մոտ 2/3-ը 75% եւ ավելի ցածր 75-ից մինչեւ 50% կարողանում է այդ միջոցով ազատագրվել այն քանակը կենդանիակների մարդկանց, որոնք չեն կարողանում ազատագրվել, արդեն ինչպես եւ Սատյա Յոգայից եկան Տրետա Յոգա, այսպես Տրետա Յոգայի վերջանալով դրանց հնարավորություն է նորից ընձեռվում, որպեսզի իրենք արդեն գան, այսպես ասած, վերածնվեն մարմին ստանան արդեն այս նույն երրորդ արդեն պայմաններում, երրորդ ժամանակային, տեղայնքային պայմաններում, որը կոչվում է Դվապարա յուգա։ Այդ պրալայից հետո, պրալայա կատակլիզմից հետո ի հայտ է գալի այն պայմանները, որը արդեն հարիր են հաջորդ յուգային, որը կոչվում է Դվապարա յուգա, եւ ինչպես ասվեց, Դվապարա յուգան, երրորդ յուգան, երկրորդի համեմատ երկրորդի Տրետա յուգայի նորից կրճատվում, կորցնում է 10 անգամ այն ընդունակությունները, այն հնարավորությունները եւ այն ձևաչափերը, որոնք գոյություն ունեն Տրետա յուգում, այսինքն եթե Տրետա յուգում մարդեյակ ապրում էր 10,000 տարի, ստեղ արդեն Դվապարա յուգում ապրում է 1000 տարի։ Եթե ասենք Տրետա յուգում մարդու սիթխաները, զգայարանների ընդունակությունները, մտքի հնարավորությունները, այսպես ասած պայմանական չափավորում վերցնենք 10,000 հզորություն ուներ, Սատյա Յուգայում 100,000, ստեղ 10,000, ստեղ արդեն այդ հզորությունը, հնարավորությունների պոտենցիալը, կոեֆիցիենտային պոտենցիալը իջնում է նորից 10 անգամ, սակավանում է, արդեն ունենում է ոչ թե 10,000, այլ 1000, այսինքն ամեն ինչ 10 անգամ սակավանում է եւ մարդու հասակը, որը Սատյա Յուգայում 1 կիլոմետր 950 մետր էր, հետո Տրետա Յուգայում 10 անգամ սակավացավ եւ գրանցվեց 195 մետր, ստեղ արդեն նորից 10 անգամ իջնում է Տրետա Յուգայից եւ արդեն Դվապարա Յուգայում մարդու հասակը կազմում է 19.5 մետր եւ քաշն է իրայիջնում եւ ընդունակությունները ֆիզիկական մարմնի կոշտ եւ նուրբ մարմնի հոգեբանական ընդունակությունները, չգիտեմ, սրտի այդ բաբախումը, ճնշումը եւ շատ բոլոր այդ, որը հարիր են մեր մարմնին, այդ բոլոր ֆունկցիաները 10 անգամ արդեն սակավանում են եւ Դվապարա յուգայում արդեն մարդ յակը, որը չկարողացավ այդ հնարավորությունից օգտվել, որը տրված էր Տրետա յուգայում կրակային զոհաբերության շնորհիվ, որպեսզի նյութականից ձերբազատվի եւ փոխադրվի հոգեվոր, իրեն նորից շնորհվում է հնարավորություն, որպեսզի արդեն Դվապարա յուգայում, արդեն այսպիսի ժամանակահատվածում կյանքի այսպիսի հնարավորություններում ֆիզիկական, չգիտեմ, բանական, ինտելեկտուալ, հոգեբանական եւ այլն արդեն որ այդ ձևաչափեր, որը հարիր է Դվապարա յուգայում, արդեն ստեղ է իրեն հնարավորություն ընձեռվում, որպեսզի ինքը օգտվի այդ արդեն այն հարիր Դվապարա յուգայի միջոցով եւ նորից ձերբազատվելով ազատագրվելով այս նյութականից տեղափոխվի արդեն հոգևոր մակարդակ։ Դվապարա յուգան արդեն տևում է 864 երկրային տարի, այսինքն եթե Սատյա յուգան տևում էր
Ընդհանրական եթե վերցած 100% այդ տարիների տեղը բաժանմամբ եթե պատկերացնում ենք Տրետա յոգան 75%-ներ այդ սատյա յոգայի, դվապար յոգան արդեն 50%-ն է այդ սատյա յոգայի, իսկ հաջորդը կալի յոգան արդեն կազմելու է 25%-ը, ընդհանրական եթե 100% վերցնենք, որը հարիր էր սատյա յոգայի սկզբին, կալի յոգան մեր դարաշրջանը արդեն կազմելու է 25%, ի նկատի առվում սկիզբը, տվյալ յոգաների սկիզբը, ասենք սատյա յոգան եթե ասում ենք 100 պայմանական 100% էր տևում, այդ նշանակում է սկզբի առաջի տարիները ժամանակ, երբ որ սկիզբ եկավ սատյա յոգան 100 էր տևում, հետո իջնում մինչև 75, ուտեղ արդեն այսպես ասած կործանվում է սատյա յոգան, հետո պրալայա ելնում, նորից արդեն հաջորդ յոգան, տրետա յոգան, ու սկիզբը սա տրետա յոգայի 75% էր։ Ամեն ինչն էր այդպես, կյանքի տևողությունը, էներգիան եւ այլն, 75% էր եւ տևողությունը այդ ժամանակահատվածը տվյալ յուգայի հետո եկավ եւ արդեն վերջի տարիները տրետա յուգայի 75%-ից իջավ մինչեւ 50%, հետո պրալայա եկավ դվապարա յուգան ու դվապարա յուգայի սկզբում այդ ժամանակահատվածը տևողությամբ կազմում էր ընդհանուր 100%, պայմանական 100%-ից արդեն 50% էր կազմում սկզբից, իսկ վերջում գալիս է 25%։ Եվ նորից պրալայա, նորից կործանում եւ գալիս է արդեն վերջին 4-րդ կալի յուգան, այսպես ասած մեր դարաշրջանը, երկաթե դարաշրջանը, եւ սկզբից մենք հիմա ապրել ենք 5000 տարի, արդեն մտել ենք 6-րդ 1000 տարին, եւ սկզբից եթե 25%-ա, վերջում արդեն գալու է համարյա թե 0-անա մինչեւ 1%-ն է գալու։ Օրինակ մեր կալի յուգայի ամենավերջի տարիներին գալու է այդ 100 պայմանական տոկոսից ժամանակահատվածը եւ ընդհանրական բոլոր ձևաչափերը նյութական այս տեզերքի այս նյութական յուգաների համար, որը նախատեսված է, ժամանակահատվածը գալու է հավասարվի համարյա թե 1%-ի, որպեսզի կործանվի արդեն կալի յուգան, ու արդեն պրալայա, բայց ուրիշ տեսակի պրալայա, ոչ թե յուգաների միջև գոյություն ունեցող, ասենք, յուգաների միջև պրալայայից արդեն այս վերջնական ամբողջական պրալայա ելնելու, որի շնորհիվ ամբողջովին կործանվում է այս արարվածքը, արարչությունը լոկալ ձևաչափը, ոչ թե ամբողջական, այլ լոկալ, որը հարիր է, այսպես ասած, այս միայն յուգաների ժամանակատեղանքային ձևաչափին եւ որը ժամանական արտահայտված մնալով նորից վերադառնալու է ցիկլիկ ձևաչափով այս խատալոգիայի հետ պատկերացմամբ նորից վերադառնալու է ու նորից կրկնվելու է նախկին ինչպես դա եղավ սատյա յուգա, տրետա, դվապարա, կալի, նորից ի հայտ է գալու արդեն նոր ցիկլի, բայց հնի նման ամբողջովին արարչությունը, այսպես ասած, լոկալ, որը առաջին յուգան անվանվելու է նորից սատյա յուգա, որպեսզի նորից կրկին, ինչպես եւ նախկին այդ փուլային ձևաչափում, ցիկլիկ ձևաչափում նորից կրկնվի էլի սատյա յուգա, էլի պրալայա, էլի հետո տրետա յուգա, պրալայա, դվապարա յուգա, պրալայա, կալի յուգա, հետո նորից ամբողջական արդեն գլոբալ պրալայա, բայց լոկալ, որը հարիր է այս ձևաչափին, ժամանակատեղանքային, նորից գլոբալ պրալայա, հետո նորից որոշ ժամանակ անարտահայտ վիճակ, նորից կրկին նոր փուլն է ի հայտ գալի, նորից սատյա յուգա,
տրետը, դվապարը, կալու, տենց անվերջանալի կրկնվում են, միջև չի սպառվում այն քանակային, որը ես կխոսամ հետո, այն քանակային ձևաչափը, քանակը, որը հարիր է արդեն ավելի մեծ դարաշրջանի համար, ինչևից է դա ապագայում։ Ուրեմն ինչպես ասեցի, արդեն 864 տարի է, 1000 տարի է տևում Դվապարը յուգան 864,000 տարի։ Եվ մարդկային կյանքի տևողությունը նույնպես 10 անգամ արդեն սակավանում է, նաև 10 անգամ սակավանում է իրենց հիշողության հնարավորությունները, ամբողջական օրինակ այդ պոտենցիալ հնարավորությունները, այսինքն եթե մեկ խոսքով նկարագրենք, նրանք ավելի վատն են դառնում, ամեն ինչ այս յուգաների փոփոխմամբ վերից վար է գալի, վերևից իջնում է ներքև, վերև եթե վերցնենք լավի կատարյալը, ամենաներքևն է վատի ամենավատը, այսպես վերից վար, վերևի ամենալավի լավից քիչ-քիչ տենց իջնում է, լավի վատն է դառնում, հետո միջին լավը վատը, հետո ներքևի վատի լավը, հետո վատի վատը, այդպես ամեն ինչ որ կատարյացնում այս ժամանակահատվածում, այսինքն ժամանակը այս 4 յուգաների սպառմամբ ներքո վերից վար է գալի, այսինքն լավից անդադ բերում է դեպի վատը, մինչև ամբողջովին 4 յուգաները չեն սպառվում, հետո նորից կրկին վերականգնվում են, նորից վերևի լավից վերականգնվում է, որպեսզի քիչ-քիչ նորից տենց սպառվի դեպի վատը։ Այսինքն մենք ի համեմատ նախորդ յուգայի Դվապարայի, տվյալ պահին մենք խոսում ենք Դվապարը յուգայի մարդկանց վերաբերյալ, Դվապարը յուգայի մարդկանց որակները 10 անգամ այդ պրալայից հետո 10 անգամ ավելի վատանում են, ավելի են սակավանում, նեգատիվ ձևաչափի ներքոյի նկատի ունենք, ավելի նեգատիվ են դառնում 10 անգամ, քան օրինակ նախկին տրետա յուգայի մարդկանց մոտ, 10 անգամ հիշողությունն է սակավանում, 10 անգամ որակավորումներն են վատանում, նեգատիվ դառնում մարդկանց մոտ, և մարդիկ արդեն սկսում են ապրել 1000 տարի, Դվապարը յուգայի մարդիկ սկսում են ապրել 1000 տարի, տրետա յուգայում նախորդ 10,000 էր, սատյա յուգայում 100,000, այժմ արդեն նրանք ապրում են 1000 տարի, այսքանով վերջացնեմ այսօրվա 12-րդ լեկցիան, վաղը կրկին կշարունակենք այս նույն թեման, Հարե Կրիշնա, շնորհակալ